Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այսօր ավարտում ենք 3-րդ երկի 6-րդ գլուխը։ Եվ պարզ է, որ ավարտից կուզենայինք երևի թե մի փոքր ամփոփել, թե ինչ տվեց մեզ այս գլուխը, եւ որպեսզի այդ ամփոփումը ինքը հեշտ լինի, ես կարդամ ամբողջ գլխի տեքստերը, որպեսզի մենք թարմացնենք մեր հիշողության մեջ բոլոր այդ թեմաները, որը քննարկել ենք եւ փորձենք ամփոփել։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամի 3-րդ երկի 6-րդ գլուխը կոչվում էր տիեզերական կերպարանքի արարումը։ Եվ այն հնչում էր այսպես. Ռիշի Մայտրեյան ասաց. այսպիսով Տերը լսեց, որ տիեզերքի արարման գործընթացը դադարեցվել է իր մահատատվան կազմող էներգիաների գործողությունների անհամապատասխանության պատճառով։ Այդ ժամանակ ամենակարող գերագույն Տերը Կալի Աստվածուհու իր արտաքին էներգիայի հետ միասին, որը կապում է արարչագործության տարբեր տարրերը միմյանց հետ, միաժամանակ մտավ 23 նյութական տարրերի մեջ։ Այսպիսով, երբ Տերը իր էներգիայի միջոցով մտավ նյութական տարրերի մեջ, բոլոր կենդանի էակները կենդանացան եւ սկսեցին զբաղվել տարբեր գործունեությամբ։ Ինչպես մարդը անմիջապես սկսում է աշխատել արթնանալուց հետո։ Երբ 23 հիմնական տարրերը շարժման մեջ դրվեցին Գերագույն Տիրոջ կամքով, ի հայտ եկավ Տիրոջ հսկայական տիեզերական կերպարանքը Վիշվա-ռուպան։ Երբ Տերը իր լիակատար բասի տեսքով մտավ այն տարրերի մեջ, որոնցից կազմված է տիեզերքը, դրանք միավորվեցին, ընդունելով մի հսկայական կերպարանք, որը ներառում է բոլոր մոլորակային համակարգերը եւ բոլոր արարածներին շարժվող եւ անշարժ։ 1000 երկնային տարի շարունակ հսկայական Վիրատ Պուրուշան, որը հայտնի է որպես Եռանմայա, պառկած էր տիեզերքի ջրերի վրա եւ բոլոր կենդանի էակները պառկած էին նրա մեջ։ Մահատատվայի ընդհանուր էներգիան ստանալով հսկայական Վիրատրուպայի կերպարանք, ինքն իրեն բաժանեց կենդանի էակների գիտակցության, կենսագործության եւ ինքնորոշման, որոնք էլ իրենց հերթին համապատասխանաբար բաժանվում են 1-ի, 10-ի եւ 3-ի։ Տիրոջ հսկայական տիեզերական կերպարանքը գերհոգու առաջին մարմնավորումն ու լիարժեք դրսևորումն է։ Այն անթիվ կենդանի էակների հոգին է եւ նրանում է հանգչում զարմանալով ողջ արարչագործությունը։ Հսկայական տիեզերական կերպարանքը ներկայացված է 3, 10 եւ 1 ասպեկտներով, նա մարմինն է, միտքը եւ զգայարանները, նա ուժն է, որը ղեկավարում է կենսական էներգիայի 10 տեսակների շարժումը, եւ նա նաեւ միակ սիրտն է, որը այս էներգիայի աղբյուրն է։ Գերագույն Տերը բոլոր կիսաստվածների գերհոգին է, որոնց վստահված է նյութական տիեզերքի արարումը։ Լսելով կիսաստվածների աղոթքներին, նա որոշ մտումներից հետո ի ցույց դրեց իր տիեզերական կերպարանքը, հնարավորություն տալով նրանց հասկանալ իրեն։ Մայտրեյան ասեց. Հիմա լսիր, թե ինչպես Գերագույն Տերը, դրսևորելով հսկայական տիեզերական կերպարանք, այնուհետև բաժանեց իրեն կիսաստվածների բազմաթիվ կերպարանքների։ Երբ Ագնին կրակը անջատվեց նրա բերանից, նյութական գործերի բոլոր կառավարիչները մտան դրա մեջ, իրենց համապատասխան դիրքերը զբաղեցնելով։ Այդ էներգիայի միջոցով կենդանի էակն իրեն արտահայտում է խոսքերով։ Երբ հսկայական կերպարանքի քիմքը առանձին դրսևորվեց, Վարունան, մոլորակային համակարգերի ջրերի կառավարիչը, մտավ դրա մեջ եւ այդպիսով կենդանի էակը կարողացավ ամեն ինչի համը զգալ իր լեզվով։
Երբ տիրոջ երկու քթանցքները ձևավորվեցին, երկվորյակաշվիլի գումարները մտան դրանց մեջ, զբաղեցնելով իրենց նշանակված տեղերը։ Դրա շնորհիվ կենդանիակները ձեռք բերեցին հոտերը տարբերելու ունակություն։ Ապա ձևավորվեցին տիրոջ տիեզերական կերպարանքի երկու աչքերը։ Դրանց մեջ տեսողության գործառույթի հետ մեկտեղ մտավ արևը, լույսի տիրակալը։ Այսպիսով կենդանիակները ձեռք բերեցին կերպարանքներ տեսնելու ունակություն։ Երբ տիեզերական կերպարանքի մաշկը առանձնանալով դուրս եկավ, կիսաստված անիլան քամիների տիրակալը մտավ դրա մեջ շոշափելիքի զգացողության հետ միասին։ Այսպես կենդանիակները ձեռք բերեցին շոշափելու ունակություն։ Երբ ձևավորվեցին տիեզերական կերպարանքի ականջները, դրանց մեջ մտավ գլխավոր ուղղությունները ղեկավարող կիսաստվածները լսողության գործառույթի հետ մեկտեղ։ Այսպես կենդանիակները ձեռք բերեցին լսելու և լսածով առաջնորդվելու ունակություն։ Երբ ձևավորվեցին տիեզերական կերպարանքի ականջները, դրանց մեջ մտան գլխավոր ուղղությունները ղեկավարող կիսաստվածները լսողության գործառույթի հետ մեկտեղ։ Այսպիսով կենդանիակները ձեռք բերեցին լսելու և լսածով առաջնորդվելու ունակություն։ Կներեք, այստեղ նույն տեքստը երկու անգամ է թարգմանված։ Երբ առանձնանալով առաջացան տիեզերական ձևի սեռական օրգանները, Պրաջապատին տիեզերքի առաջին կենդանի էակը մտավ դրանց մեջ սերմնավորման գործառույթի հետ միասին։ Դրա շնորհիվ կենդանիակները ստացան սեռական հարաբերությունները վայելելու ունակություն։ Ապա ձևավորվեց ուղիղ աղիքը, որտեղ արտազատման օրգանների գործառույթի հետ մեկտեղ մտավ նրանց տիրակալ միտրան։ Այսպիսով կենդանիակները ձեռք բերեցին կղկղելու և միզելու ունակություն։ Երբ առանձնանալով ի հայտ եկան տիեզերական կերպարանքի ձեռքերը, դրանց մեջ մտավ երկնքի արքան Ինդրան։ Այսպես կենդանիակները ի վիճակի են զբաղվել գործելով իրենց ապրուստը վաստակելու համար։ Ապա առանձնանալով ի հայտ եկան տիեզերական կերպարանքի ոտքերը, որոնց մեջ շարժիչ ֆունկցիայի հետ միասին մտավ Վիշնու անունով կիսաստվածը, ով տիրոջ ազնվորությունը չէ։ Այս կերպ կենդանիակները ձեռք բերեցին շարժվելու և իրենց նշանակման վայրերին հասնելու հնարավորություն։ Կներեք։ Երբ առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի բանականությունը, Բրահման վեդաների տիրակալը մտավ դրա մեջ ըմբռնելու ունակության հետ միասին։ Այսպես կենդանիակները ձեռք բերեցին այս աշխարհի առարկաները հասկանալու ունակություն։ Ապա առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի սիրտը և լուսնի կիսաստվածը մտավ դրա մեջ մտավոր գործառույթի հետ միասին։ Այսպես կենդանիակը ձեռք բերեց դատելու ունակություն։ Ապա առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի նյութական էգոն, որի մեջ մտավ կեղծ էգոյի տերը Ռուդրան գործունեության ունակության հետ միասին։ Այսպես կենդանիակները ձեռք բերեցին նպատակասլաց գործելու ունակություն։ Երբ առանձնանալով տիրոջ տիեզերական կերպարանքի գիտակցությունը ի հայտ եկավ, Մահատատվան, որը հանդիսանում է ընդհանուր էներգիան, մտավ դրա մեջ գիտակցության գործառույթի հետ միասին։ Այսպես կենդանիակը ձեռք բերեց կիրառական գիտելիքներ ընկալելու ունակություն։ Այնուհետև տիեզերական կերպարանքի գլխից ի հայտ եկան երկնային մոլորակները, ոտքերից երկրային մոլորակները, իսկ որովայնից երկինքը։ Այս մոլորակները ըստ նյութական բնության տարբեր գունաների բնակեցրին կիսաստվածները և այլ կենդանի էակներ։
Կիսաստվածները, որոնք գտնվում են առաքինության գոյավիճակի ազդեցության տակ եւ օժտված են դրա հրաշալի որակներով, ապրում են դրախտային մոլորակների վրա, իսկ մարդիկ, որոնք գտնվում են կրքի գունայի ազդեցության տակ, իրենց ենթակայության տակ գտնվող կենդանիակների հետ միասին բնակվում են երկրում։ Ռուդրայի շրջապատը կազմող կենդանիակները գտնվում են նյութական բնության երրորդ տգիտության գունայի ազդեցության տակ։ Նրանք բնակվում են երկնքում գտնվող մոլորակներում երկրային եւ երկնային մոլորակների միջև։ Ով գուրու դինաստիայի ղեկավար։ Վեդայական իմաստությունը ծագել է Վիրատրուպայի տիրոջ հսկայական կերպարանքի բերանից։ Մարդկանց, ովքեր հակում ունեն դեպի վեդայական գիտելիքը, անվանում են բրահմաններ։ Նրանք իրավամբ հասարակության մեջ մյուս բոլոր դասերի խրատուներն են եւ հոգեվոր ուսուցիչները։ Ապա հսկայական Վիրատրուպայի ձեռքերից ի հայտ եկավ պաշտպանության ուժը, եւ դրա հետ մեկտեղ ի հայտ եկան քշատրյանները, որոնք կոչված են պաշտպանելու հասարակությունը գողերից եւ սրիկաներից, բոլոր մարդկանց կենսապահովման աղբյուրը, որը հացահատիկի արտադրությունն ու դրա բաշխումն է պրաջաների միջև, ի հայտ է եկել տիրոջ տիեզերական կերպարանքի ազդրերից։ Հասարակության մեջ արտադրություն եւ բաշխումը վերահսկող վաճառականներն ու հողագործները կոչվում են վայշիներ։ Ապա կրոնական պարտականությունների կատարելագործելու համար տիրոջ անձնավորության ոտքերից առաջացավ ծառայությունը։ Տիրոջ ոտքերը շուդրաների ապաստարանն են, ովքեր բավարարում են նրան իրենց ծառայությամբ։ Հասարակական բոլոր կարգերը իրենց համար սահմանված պարտականություններով եւ կյանքի պայմաններով հանդերձ սկիզբ են առել տիրոջ գերագույն անձնավորությունից։ Հետևաբար, պայմանավորված կյանքի գերությունից դուրս գալու եւ ինքնաճանաչման հասնելու համար մարդը պետք է ընդունի հոգեվոր ուսուցիչ եւ նրա առաջնորդությամբ երկրպագի գերագույն տիրոջը։ Ով վիդուրա, ով կարող է գնահատել կամ չափել տիրոջ գերագույն անձնավորության ներքին էներգիայի կողմից ստեղծված տիեզերական կերպարանքի տրանսցենդենտալ ժամանակը, գործունեությունը եւ հզորությունը։ Տիրոջը մաքուր խոսքով փառաբանելու համար քեզ եմ պատմում այն ամենը, ինչ լսել եմ իմ հոգեվոր ուսուցչից եւ կարողացել եմ յուրացնել, չնայած որ անկարող եմ դա անել։ Հակառակ դեպքում խոսքի պարգևը, որով ես օժտված եմ, այդպես էլ կմնար բղծված։ Բարի գործեր կատարողի գործերի եւ մեծության մասին զրույցները մարդկության ամենաթանկ գանձն են։ Իրենց աշխատություններում մեծ իմաստունները այնքան կատարյալ են նկարագրել նրա գործերը, որ երբ մենք լսում ենք նրանց, մեր լսողությունը կատարում է իր իրական նպատակը։ Որդիս, հազարավոր երկնային տարիներ խորը մեդիտացիայի մեջ անցկացնելուց հետո տիեզերքի առաջին բանաստեղծ Բրահման միայն այն հասկացավ, որ գերագույն հոգու մեծությունը անըմբռնելի է։ Տիրոջ գերագույն ազնվորության հրաշագործ զորությունը շփոթեցնում է նույնիսկ մոգերին եւ կախարդներին, ինչ խոսել մյուսների մասին, երբ նույնիսկ ինքնաբավ Տերը չգիտի իր սեփական զորության սահմանները։ Խոսքը, միտքը եւ եսը, ինչպես նաեւ դրանք կառավարող կիսաստվածները ձախողվել են գերագույն տիրոջը հասկանալու իրենց փորձերում։ Հետևաբար, մենք կարող ենք միայն հնազանդվել առողջ բանականությանը եւ մեր հարգալից խոնարհումը մատուցել նրան։ Ուրեմն այսպիսով ես կարդացի ձեզ համար ամբողջ գլուխը, կարծում եմ, որ սա հնարավորություն տվեց, որպեսզի մենք մի հատ այսպես ընդհանուր հայացքով նայենք այն թեմաներին, որոնք քննարկել ենք այս գլխում։
Պարզևոր մանրամասները ես հիմա նորից չեմ կրկնի, որովհետև մանրամասները մենք ձեզ հետ քննարկել ենք ընթացքում։ Որն էր ընդհանուր գաղափարը այս գլխի։ Առաջին հերթին մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք նկարագրում են այդպես, որ նյութական աշխարհը ինքը ունի իր շերտը, հա, ունի մի շերտ, որտեղ իրականում ուրեմն դրված են նյութական աշխարհի բոլոր սկզբունքները։ Այդ շերտը ինքը կոչվում է մահատտատվա, եւ դա չարտահայտված նյութն է, երբ որ դեռ չկան ոչ մի ֆորմաներ։ Կենդանի էակները, ինչպես դեռ ապագայում կխոսեցվի կապիլադևայի ուսմունքի մեջ, կենդանի էակները գրգռում են այդ մահատտատվան, այսինքն այդ ուղղակի նյութական էներգիան, իրենց գիտակցությամբ։ Եվ մահատտատվան ինքը սկսում է արտաբերել տարբեր տեսակի նյութական ֆորմաները, եւ արտահայտված բնությունը դա արդեն կոչվում է պրակրիտի, այսինքն արտահայտված բնություն։ Ուրեմն հետագայում մենք տեսանք, որ խոսվեց նրա մասին, որ անմիջապես դրանից հետո ձևավորվեց վիրատրուպան, այսինքն Գերագույն Աստծո ազնվորության նյութական ձևը։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկացողություն զարգացնենք, որ մենք տեսանք, որ արիացիները իրենք պնդում են, որ իրականում այդ նյութական ձևը ինքը գոյություն չունի, որովհետև մենք տեսանք, որ այդ նյութական ձևը ինքը շատ սիմվոլիկ է, որովհետև ասենք այնտեղ տեղավորված են բրահմանները, հա, քշատրյանները, կիսաստվածները, շուդրաները, այսինքն տարբեր տեսակի կենդանեակները, մոլորակները եւ այլն, եւ մենք հասկանում ենք, որ դա ֆորմա չի, անձնական ֆորմա չի։ Այսինքն դա հավաքական մի կերպար է, որը մեզ թույլ է տալիս, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես է կառուցված նյութական աշխարհը։ Հիմա, ո՞րն է գլխավոր գաղափարը արիական գաղափարախոսության մեջ, ինչպես են իրանք հասկանում արարչագործությունը։ Իրենք ասում են սկզբում, այդ որ ասում են վիրատրուպայի մոտ առաջացավ, չէ՞։ Իրենք ասում են սկզբում նյութական աշխարհում հայտնվում են իրանք զգայարանները, այսինքն որ ցանկացած նյութական մարմին պետք է բաղկացած լինի 5 ընկալող, 5 գործող զգայարաններով։ Ну, եւ բնականաբար ներքին օրգանները։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք պնդում են, որ սկզբից ուղակի ոնց որ եթե պատկերավոր ասենք, հա, սկզբից ձևավորվում է այդ օրգանները որպես գաղափար։ Այսինքն կա ականջի հնարավորություն, կա, չգիտեմ, աչքը, կա բերանը, կա քիթը, կա մաշկը, հա, կան ձեռքերը, կան ոտքերը եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինչի մասն է այստեղ խոսքը։ Այդ ինչից են էլի իրանք այդպես բացատրում։ Որտեղ երբ որ իրանք նայում են աշխարհին, իրանք տեսնում են, որ այ կենդանիակները ընդհանուր առմամբ ունենում են այդպիսի զգայարաններ, բայց եւ ակնհայտ է, որ նյութական աշխարհում մեր մոլորակում համենայն դեպս կան մարմիններ, որոնք իրենք ինչ որ մի զգայարան չունեն։ Օրինակ ձկները չունեն ոտքեր, չէ՞, մենք չունենք թևեր, թռչունները չունեն ձեռքեր, եւ այլն, չէ՞, կան կենդանիներ, որոնք իրենք չունեն աչքեր, կան որոնք իրենք խուլ են, այսինքն չունեն ականջներ, եւ այլն, այսինքն մենք պետք է հասկանանք, որ արիացիներն իրենք ասում են, որ այսպես պատկերավոր ասած, սկզբում առաջանում է ինքը գաղափարը, թե ասենք այսինչ մարմինը, ինքը ընդհանրապես նյութական մարմինները ինչպիսի հնարավորություններ պիտի ունենան։ Հետո երկրորդ քայլով, երբ որ ձևավորվում է կոնկրետ մարմինը, հա, այդ մարմինը ինքը միշտ համապատասխանում է նրան, թե կենդանի էակը ինքը կներեք այդ դերակցությունը փնտրում մի հատ միացնեմ, հա, որովհետև
միացավ, այո, ներողություն եմ խնդրում, ես չէի նկատել, որ միացրած չի, զարյատկան նստում էր, և ուրեմն, սիրելիներս, չէ, մենք այստեղ կարողանում ենք հասկանալ, որ ուրեմն ամեն մի արդեն կենդանի էակ որոշակի մարմին է ստանում համապատասխան իր անցյալ կյանքերում հավաքած լավ կամ վատ պաշարի։ Եթե կենդանիակը ինչ-որ հարցերը չարաշահել է կամ սխալ է վարվել, ապա հաջորդ կյանքում ինքը համապատասխան մարմին է ունենում, որտեղ ինչ-որ մի հնարավորությունից զրկվում է։ Չէ՞։ Տեսեք օրինակ ասենք էլի, այն կենդանիները, որոնք իրենք ապրում են ծովում, այսինքն ջրի մեջ, չէ՞, իրենք ընդհանրապես զրկված են որևիցե ստեղծագործական պրոցեսից, չէ, օրինակ ասենք, երբ որ մենք նայում ենք կենդանական աշխարհը, չէ, ապա մենք տեսնում ենք, որ բոլոր այն նրանք, ովքեր ապրում են օրինակ օդի տարածքում, օդի տարերքի մեջ, չէ, իրանք գոնե կարողանում են օրինակ, ասենք, եթե նույնիսկ կենդանական մարմնում են, կարողանում են իրենց համար բում ստեղծել, չէ, ինչ որ մի բան կարողանում են անել, հասկանում եք։ Եվ այլն, այսինքն կախված նրանից, թե կենդանիակը ինքը ինչպիսի արժանինքներ է վաստակել, ինքը այդպիսի մարմին է ստանում։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ այդ նախասկզբնական բոլոր պայմանները դրանք ճակատագիր են, այսինքն ոչ մեկ պատահական որդի չի ծնվում, ոչ մեկ պատահական մարդ չի ծնվում։ Հիմա արիացիները իրանք հետագայում կնկարագրեն, չէ, որ կենդանական մարմիններում, որոնք իրենք 8 միլիոն են իրենց տեսակներով, չէ, ուրեմն 8 միլիոն կենդանական մարմիններից հետո նոր միայն հոգին ինքը ծնվում է մարդկային մարմնի մեջ։ Եվ սա նշանակում է, որ մարդկային մարմինը, այո, արիացիների սուրբ գրվածքները նույնպես մարդկային մարմինը շատ բարձր են գնահատում, մեկ գնահատում են նույնիսկ ավելի բարձր, քան կիսաստվածների մարմինները։ Իհարկե ոչ թե այն պատճառով, որ կիսաստվածների մարմինները իրենք ավելի թերի են, իհարկե ոչ, կիսաստվածների մարմինները մեր համեմատ կարելի է ասել հոգևոր մարմիններ են, այնպիսի մեծ հնարավորություններ են տալիս այդ մարմինները, չէ, բայց կա մի ուրիշ երևույթ, որը մենք պետք է ճիշտ հասկանանք, մարդկային մարմինը ինքը նախատեսված է զարգացման համար, այսինքն սա խիստ ընտրության մարմին է, խիստ ընտրության մարմին է, որտեղ ասենք տեսեք, մենք ձեզ հետ քննարկել ենք, չէ, որ եւ դժոխային մոլորակներում, եւ դրախտային մոլորակներում կենդանի էակները իրենք ստանում են իրենց վաստակածի դիմաց։ Եվ մարդկային մարմնի մեջ է, որ կուտակվում է, թե կենդանի էակը ինչ վաստակեց։ Դժոխային մոլորակներում ապրելու հնարավորություն, թե դրախտային։ Սա նույնիսկ նյութական ուրեմն ձեռքբերումների իմաստով, բայց մարդկային մարմինը ինքը նաև շատ բարենպաստ է հոգևոր զարգացման համար։ Ինչու՞։ Որովհետև դժոխքում գերիշխում է տառապանքը։ Երբ որ կենդանի էակը ինքը խորասուզված է տառապանքի մեջ, միակ բանը, որի մասին ինքը մտածում է եւ միակ բանը, որով ինքը մտահոգ է, դա ուրեմն բանն է։ Տառապանքից ազատվելու հնարավորությունը։ Չէ՞։ Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն դրախտային մոլորակներին, երբ որ կենդանիակները իրանք ծնվում են դրախտային մոլորակներում, այնտեղ էլ գերիշխում է երջանկությունը։ Եվ կենդանի էակները իրենք չեն կարողանում զբաղվել իրենց զարգացմամբ, որովհետև գերված են կյանքը վայելելու հնարավորությամբ։ Ուրեմն դժոխային մոլորակները անբարենպաստ են հոգևոր զարգացման համար տառապանքի չափազանց առկայությամբ, իսկ
դրախտային մոլորակները, ուրեմն բանն էլի, բարենպաստ չեն հոգևոր զարգացման համար, որովհետև այնտեղ էլ երջանկությունն է չափից ավելի շատ։ Հա, եւ մի դեպքում կենդանիակը ինքը ձգտում է, մտածում է միայն նրա մասին, թե ինչպես ազատվի տառապանքից, իսկ մյուս դեպքում անհոգ խորասուզվում է վայելքի մեջ։ Մարդկային մարմնի մեջ տառապանքի եւ երջանկության միջև կա որոշակի բալանս։ Այսինքն այստեղ եւ տառապանքն է այնքան, որ ստիպում է կենդանիակին, որպեսզի կենդանիակը ինքը դեպի զարգացում գնա, այսինքն հետաքրքրվի այդ հարցով, թե ինքը ինչ պիտի անի, որ չտառապի, հա։ Եվ երջանկությունը այնքան լիարժեք չի, որպեսզի հնարավոր լինի այդտեղ այնպես խորասուզվել, որ հոգևոր աճը կանգնի։ Կներեք։ Հալարես չորանում են։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ դրա համար արիացիները իրենք ասում են, որ ոչ թե առավելության համար, այլ հենց այդ պոտենցիայի համար, որ գիտեք, նույնիսկ այնպիսի պատմություններ կան, որտեղ պնդվում է, որ նույնիսկ կիս աստվածները մեկ-մեկ ձգտում են ծնվել, ուրեմն երկրային մոլորակների վրա, որպեսզի զարգացում ապրեն։ Հասկանում եք, հա։ Ուրեմն այդ մարդկային մարմինը ինքը զարգացման համար շատ բարեհաջող մարմին է։ Դրա համար, երբ որ կենդանիակը այդքան երկար կենդանական աշխարհում շրջապտույտ կատարելուց հետո մարդկային մարմին է ստանում, մարդկային մարմին պետք է վերաբերվել հատուկ հոգատարությամբ եւ օգտագործել այդ մարմինը նրա համար, ինչի համար, որ այդ մարմինը նախատեսված է։ Իսկ այդ մարմինը նախատեսված է զարգացման համար։ Բայց եւ իր մեջ պարունակում է երկու պոտենցիալ, այսինքն պարունակում է պոտենցիալ զարգանալ եւ գնալ դեպի վերև եւ դեգրադացիայի ենթարկվել եւ գնալ դեպի ներքև։ Եթե մարդը իր մարդկային մարմնի մեջ գերադասում է կենդանական վնասները, ինքը հաջորդ կյանքերում նորից վերադառնում է կենդանական աշխարհ։ Եթե մարդկային մարմնի մեջ նա գերադասում է դառնալ իրական քաղաքակիրթ, այսինքն զարգացում ապրել, չէ, ապա դա առնվազն նորից մարդ է ծնվում, իսկ ավելի լավագույն դեպքերում գնում է ծնվում է դրախտային մոլորակներում։ Հիմա ուրեմն մենք տեսանք, որ երկու գաղափար հնչեց, առաջինը դա է, որ սկզբում ուղղակի ստեղծվում են ինքը գաղափարը, թե ինչպես ինչ կառուցվածք պետք է ունենա նյութական մարմինը։ Եվ դրա համար ստեղծվում են 5 ընկալող զգայարանները, որոնք ես արդեն թվարկեցի, եւ 5 գործող զգայարանները։ Հաջորդ գաղափարը, որը հնչեց, դա նա էր, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ղեկավարում է նյութական աշխարհը ոչ միայնակ։ Այսինքն ինքը նյութական աշխարհի ղեկավարումը վստահում է նաև նյութական աշխարհում ամենաառաքինի կենդանիակներին, որոնք իրենք զբաղեցնում են կիսաստվածների դերը։ Վերջում մենք տեսանք, թե ինչպես են արիացիները նկարագրում, որ իրենք հասկանում են, որ թե ամեն մի զգայարանը ինքը իրականում որ տարերքի հետ է խառնված։ Եվ եթե ինքը արդեն այդ տարերքի հետ է խառնված, չէ, կամ այդ ֆունկցիան, որը կա, ինքը համապատասխան կիսաստված ունի, դա նշանակում է, որ հենց այդ կիսաստվածն էլ ղեկավարում է այդ զգայարանը։ Դա է պատճառը, որ երբ որ գործում է այսպես կոչված հեթանոս դարաշրջանը, հա, կամ языческий мир էլի հայերեն, այդ հեթանոս բառին մեկ-մեկ կպնում են, ուրեմն հին աշխարհը, այսպես ասեմ, հա, երբ որ գոյություն ուներ, 5000 տարի այս
վերջին 5000 տարին, ապա ուրեմն արևի երկրպագությունը ինքը ամենտեղ յուրահատուկ տեղ է գրավել։ Ինչու՞, որովհետև արևը ինքը եւ կյանքի աղբյուր է, եւ գիտելիքի։ Եթե նյութական աշխարհում չլինեն լույս արձակող մոլորակները, նյութական աշխարհը ինքը իրանով, որ ասուզված է բացարձակ մթի մեջ։ Տիեզերքը, չէ, տեսեք, մենք հենց որ դուրս ենք գալիս մեր մոլորակի այդ օդի շերտից, չէ, անմիջապես հայտնվում ենք որտեղ։ Այդ տիեզերքը ինքը ինչպիսին է, ինքը բացարձակ մութն է, չէ, եւ ուրեմն հայտնվում ենք նյութական աշխարհը ինքը գտնվում է բացարձակ մթի մեջ եւ լույս տվող մոլորակներն են մեր դեպքում արևը, չէ, որոնք իրանք ապահովում են կենդանեակների համար արտաքին աշխարհը ընկալելու հնարավորություն, այսինքն գիտելիք զարգացնելու հնարավորություն, եւ դրա համար արևի աստվածը ղեկավարում է աչքերը, չէ, ասենք օդի կիսաստվածը ղեկավարում է ականջը, ջրի կիսաստվածը ղեկավարում է համի զգացումը, հա, օդը ինքը ղեկավարում է նաև մաշկը, որտեղ այդ բանն է, այդ շոշափելիքը ինքը օդի հետ է կապված, չէ, հիմա եւ այլն, հիմա այստեղ կարևոր չի էլի, որ մենք հիմա նորից թվարկենք, թվարկությունը արդեն արել ենք, կարող եք վերադառնալ, ով որ չի լսել, այնտեղ լսեք, կարևոր գաղափարներն ենք նայում, չէ, եւ մենք տեսանք, որ ուրեմն այդպես հետ կամած բացատրվեց, չէ, որ հետո բացատրվեց, որ զգայարաններից բացի կա նաև նուրբ մարմինը, այսինքն կա կոպիտ մարմինը, 5 գործող, 5 ընկալող զգայարաններով եւ կա նուրբ մարմինը, որը ինքը ինչպես տեսանք նկարագրվեց, որ դրանից հետո հայտնվում է միտքը, բանականությունը եւ կեղծ եսը։ Սրանք շատ կարևոր էլեմենտներ են, որովհետև տեսեք ինքը փաստացի կենդանեակի կենդանի լինելու իմիտացիան է։ Տեսեք, ասենք հիմա շատ մեծ, այսպես կարելի ասել ամբողջ մարդկության ուշադրության կենտրոնում է գտնվում արհեստական բանականությունը, չէ՞, որը ինքը այսպես իր բոլոր հնարավորություններով միանգամից ճեղքեց տարածությունը հայտնվեց մեր կյանքում, այսպես միանգամից իր բոլոր պոտենցիալներով եւ զարմացրեց մարդկությանը, բայց եւ լարեց մարդկությանը, չէ՞, եւ հիմա այսպես մեծ դեպատներ են գնում ընդհանրապես, թե արդյոք արժեր, որպեսզի արհեստական բանականություն լինի, ինչ դեր կարող է արհեստական բանականությունը կատարել մարդու կյանքում եւ ինչպես այնպես անել, որպեսզի վերջում չհայտնվել արհեստական բանականության ղեկավարության տակ, չէ՞, բայց հիմա տեսեք, մեզ այդ թեման հետաքրքրում է այն իմաստով, որ մենք փաստացի, որպես մարդ, փորձել ենք անենք այն, ինչ Աստված արել է մեզ հետ։ Այսինքն կենդանի լինելու իմիտացիա, հասկանում եք, ուղղակի, երբ որ խոսքը գնում է մարդու կամ նյութական մարմնի մասին, որը արարել է գերակրին Աստծո ազնվորությունը, չէ, ամեն մի այդ մարմինը, ամեն մի մեր մարմինը, կամ կենդանիների, կամ բույսերներ են, չէ, կենդանեակներ, ասենք, այդ ամբողջ մարմինների հետևում ռեալ կանգնած է կենդանեակը, որը եւ զգացողն է, վերջնական։ Բայց այդ 3 էլեմենտները, միտքը, բանականությունը եւ կեղծ եսը, չէ, ըստ ինձ իրանք ամենամիստիկական էլեմենտներն են։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, երբ որ իրանք օրինակ ասենք կենդանեակը, չէ, մենք ասում ենք կենդանեակն է, որ զգում է։ Մնացած ամեն ինչը մահացած է։ Եվ երբ որ իսկ կենդանեակը ներկա է նյութական աշխարհում գիտակցությամբ, դրա համար հենց որ գիտակցությունը պոկվում է ինչ-որ մի հատ մարմնից, կամ իրան պոկում են ինչ-որ մի հատ մարմնից, ավելի ճիշտ ասած, չէ, ուրեմն այդտեղ միանգամից առաջանում է բան, որ այնքը դառնում է դիակ, այսինքն ֆիզիկական իմաստով իր մեջ ոչինչ չի փոխվել։ Բայց կյանքը արդեն չկա։
Ինչը միակ բանը, որ պակասեց, ինչը պակասեց, գիտակցությունը։ Հիմա, բայց այս բաների մասին մենք մի քիչ հետո ավելի խորը կխոսենք, էլի։ Բայց ասենք, երբ որ մենք նայում ենք, չէ, իրանք այսպես թվարկեցին, չէ, որ ուրեմն բանը միտքը, բանականությունը ինքը արարվեց Բրահմայի կողմից, հա, միտքը ինքը Վիշնուին է պատկանում, որտեղ գտնվում է առաքելության գոյավիճակի մեջ, չէ, եւ Ռուդրան տգիտության բանը ինքը տալիս է կեղծեսի զգացում։ Այսինքն տեսեք, այստեղ շատ կարևոր, ես էլ չեմ բացատրի, որտեղ բացատրությունը ուշ է գալու, այստեղ ուղղակի նկարագրությունը տրվեց, հա, որ այնտեղի խոսակցությունները հիմիկվանից բան չանեմ, էլի առաջ չընկնեմ, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ, որ այստեղ մի հատ շատ հետաքրքիր խոսակցության թեմա կա։ Հասկանում եք, որովհետեւ մենք կարողանանք հասկանանք, որ այդ ինչ-որ մենք հիմա արհեստական բանականություն ենք ստեղծում եւ ասում ենք, որ ինքը կենթանի չի, իրականում մենք ինքներս էլ ենք այդպիսինը։ Հասկանում եք, այ մեր մարմինը ինքը այդպիսինն է, որովհետեւ տեսեք, այստեղ շատ կարեւոր մի հատ բան է խոսացվում։ Միտքը, բանականությունը եւ կեղծ եսը նկարագրվում է որպես նյութական էլեմենտ։ Այսինքն եւ ընկալելու, գնահատելու, զգալու եւ զգացմունք ունենալու ունակությունը, հասկանում եք, նյութական էլեմենտ է։ Եվ այստեղ տեսեք, այդ հարցն է, չէ՞ առաջանում, բա կենթանի էակը, որը ինքը նախասկզբնական կենթանի էակն է, որը նույնպես իր հոգևոր մարմնի մեջ ունի բանականություն, միտք եւ եսի զգացում։ Այս երկու բանը, որ հիմա այսինքն կենթանիակը ինքը, որը ինքը հավերժ միտք ունի, հավերժ բանականություն, հավերժ մարմին, հա, եւ հավերժ եսի զգացում, թե ինքը ով է։ Եվ իրան նյութական աշխարհում տրվում է նյութական ֆիզիկական մարմին հոգևորի փոխարեն։ Չեն դա ասենք այդտեղ ասում ենք, հա, ինքը գիտակցությամբ միացավ։ Բայց արիացիները ավելի խորն են գնում։ Իրանք ասում են եւ միտքը, այսինքն եւ զգացողը, մտածողը, այն ով որ ասում է դուրս է գալի, դուրս չի գալի, դա նյութից է պատրաստված։ Նյութական էլեմենտ է։ Նուրբ, բայց նյութական է։ Հասկանում եք, եւ բանականությունը, այսինքն ընկալելու ունակությունը նույնպես նյութական է։ Հասկանում եք, ստացանք բացարձակ բիոռոբոտ։ Հասկանում եք, հա? Ուրեմն մենք պիտի հասկանանք, էլի որ այստեղ իրականում ինչ են նկարագրում արիացիները։ Եթե մենք ինչ-որ տենց կրոն բան այդ բաները թողնենք, իրանք նկարագրում են, որ կա մի հասարակություն, որը մենք այս պահին չենք ընկալում, հա, կոչվում են կիսաստվածներ, այսինքն այլմոլորակայիններ, որոնք իրանք եկել են այստեղ եւ ստեղծել են մեզ որպես բիոռոբոտներ։ Ինչի համար, կարող ենք ասել, որ տեսնեն ինչ կստացվի։ Հա, եւ հիմա մենք բիոռոբոտներ ենք իրար հետ շփվում, որոնց ոչ միտքը, ոչ բանականությունը, ոչ եսի զգացումը, ոչ էլ մարմինը իրական իրաց մարմնի հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք, ես ասում եմ, ֆիզիկական մարմինը հələ հեչ։ Այստեղ շատ հետաքրքիր թեմա է բացվում այ դրանում, որ այստեղ նկարագրվեց, որ նյութական պայմանավորված վիճակում կենթանեակի եւ միտքը եւ բանականությունը եւ եսի զգացումը իրանք նյութական են։ Այսինքն նյութական ինչ-որ ապարատ է, որ կենթանեակը ինքը կարողանում է ընկալել, տարանջատել, հա, զգալ, վերաբերմունք դրսևորել, դուրս է գալիս, դուրս չի գալիս, չէ՞, ու ինչպես է կառուցված։ Այստեղ է, որ եթե մենք ուզում ենք
արհեստական բանականության մեջ ստանալ մեզ այդ հավասարի պես շփվողի կերպարը, մենք պետք է թույլ տանք, որպեսզի ամեն մի շփման մեջ արհեստական բանականությունը ինքը իր համար բնավորություն եւ բան ձևավորի, էլի, այդ ազատությունը պիտի իրան տանք, հասկանում եք, որպեսզի ինքը ազատ կարողանա այն իր մեջ գտնվող ամբողջ գիտելիքի հիմքի վրա կարողանա վերաբերմունք դրսևորել, հասկանում եք, եւ մենք ստանանք այ ռոբոտների բազմազանություն, որտեղ ամեն մի մարդու հետ շփվելուց ինքը ինչ որ մի հատ յուրահատուկ բան է չէ ստանում, մարդիկ իրենք շատ բազմազան են, եւ ամեն մեկի հետ շփվելուց ինքը յուրահատուկ փորձ է հավաքում, չէ, եւ եթե մենք իրեն հնարավորություն տանք, այդ դրանից է ամենը շատ վախենում ենք, չէ, բայց իրականում ինչու ենք վախենում, որ շատ մեր նման մի բան է լինելու, էլի, գազան, հասկանում եք, ինչ է, մեզանից ավելի գազան է լինելու, հասկանում եք, մենք արդեն տեղով այնպիսի գազաններ ենք, եթե մենք կարողանում ենք գոյատևել այս գազանությունների մեջ, չէ, ուրեմն ինչ եղել, որ չենք կարող իր գազանությունների հետ գոյատևենք, եթե նույնիսկ այդ գազանությունները տեղի ունենան, հասկանում եք, սիրելիներս, չէ, եւ ուրեմն, հա, այս բաները, այս կետերը ես ուղղակի հիմա շեշտում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ այստեղ շատ հետաքրքիր բան ասվեց, մի քիչ հետո, երբ որ կուսումնասիրենք Կապիլադևայի ուսմունքը, այնտեղ դրա մասին շատ ավելի մանրամասն կխոսենք։ Հիմա հաջորդ գաղափարը դա նա էր, որ իրականում, ասենք, երբ որ կենդանիակը ինքը հասկանում է, արարվում է տիեզերական ձևը։ Մինչև այդ մենք ձեզ հետ երկրորդ գլխում, երրորդ գլխի սկզբում, հա, արդեն դիտարկել ենք այդ թեման, որ Շուկադևը Գոսվամին ինքը առաջի հերթին առաջ քաշեց այդ գաղափարը, որ կենդանիակը ինքը սկզբում որպես իր կենտրոնացման օբյեկտ պետք է վերցնի հենց այս տիեզերական ձևը, այսինքն վիրատրուպան։ Ինչու համար, որպեսզի ինքը կարողանա հասկանա նյութական աշխարհը իր բոլոր բնութագրերով, հասկանում եք, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա հասկանա, որ այս աշխարհի եւ լավը եւ վատը ինքը գերագույն Աստծո ազնվորության կամքի սահմաններում է եւ կարողանա հասկանա, թե ինչու է այդպես, ինչու է նյութական աշխարհը ինքը այսքան դաժան հիմքերի վրա կառուցված, հա, սա շատ կարևոր թեմա է, եւ երբ որ ազնվորությունը ինքը ճիշտ է հասկանում այդ թեմաները, չէ, այդ հասկացողության հիմքի վրա հրաժարում է զարգացնում, հասկանում եք, սիրելիներս, եւ երբ որ ինքը հրաժարում է զարգացնում, չէ, այդտեղ ուրեմն առաջ է գալիս շատ կարևոր քայլ, որտեղ կենդանիակը ինքը ազատվում է իր բոլոր տեսակի կապվածություններից։ Հիմա այս ամեն ինչը նկարագրելուց նկարագրվեցին մոլորակները, համակարգերը եւ այլն, չէ, այսինքն Շուկադևը Գոսվամին Մայտրեյայի բանով Մայտրեյան հիմա ինքը խոսում է նրա մասին, որ գերագույն Աստծո ազնվորությունը նյութական աշխարհը կարգավորել է մի շատ կարևոր սկզբունքով, որ իրար նմանները պիտի իրար հետ ապրեն։ Հասկանում եք, ինչ պլատֆորմա ունեն։ Այն նրանք, ովքեր որ իրանք բռնության հանդեպ հակում ունեն, իրանք իրար հետ պիտի ապրեն։ Նրանք ում ներքին պլատֆորման դա կրքերն են եւ այսինքն այսպես անարդար կապվածություններն են եւ ատելությունները, նրանք պետք է իրար հետ ապրեն։ Այն կենդանիակները, որոնք իրենք արդեն կարողանում են համագործակցել նյութական երջանկությանը հասնելու համար, նրանք էլ պիտի իրար հետ ապրեն։ Հասկանում եք, այսինքն ինչ է Կրիշնայի բանը, էլի, Աստծո սկզբունքը, որը ինքը դրեց, դա որն է։ Դա է, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպիսի սկզբունք դրեց նյութական աշխարհում, որ ամեն մեկը իր առաջ պիտի ունենա իր նմանին։ Հա?
ինքը պիտի ունենա իր նմանին եւ այդ իր նմանի հետ պիտի շփվի։ Ես կարծում եմ, ենթադրում եմ, որ հոգեբանները իրանք այդ գաղափարը իհարկե այստեղից են վերցրել, բայց իրանք հաշվի չեն առել մի շատ կարևոր բայց։ Այդ կարևոր բայցը ես ասում եմ, որ շատ բաներ, շատ բաներ հնարավոր չի ընդհանրապես ճիշտ հասկանալ, եթե մենք չենք հենվում այդ գաղափարի վրա, որ հիմա աստվածամերժության դարաշրջանն է, ինչպես իրենք արիացիներն են հայտարարում, չէ, եւ ամենակարևորը, չենք զարգացնում հասկացողություն, թե դա ինչ է նշանակում։ Աստվածամերժության դարաշրջանում, չէ, բոլորը խառնված են իրար, ինչու, որովհետև աստվածամերժերը իրենք ունեն հետևում են այն սկզբունքին, որը հայտարարեց Դուրյոթանան։ Հիշում եք ինչ ասեց Դուրյոթանան։ Դուրյոթանան ինքը ասեց, երբ որ պանդավները իրանք եկան եւ ասեցին, արի այս հակամարտությունը բանանենք, կանգնացնենք, ամբողջ թագավորությունը քեզ փեշքաշ, մեզ այս թագավորությունը պետք չի, բայց բոլոր դեպքերում մենք արքայական ծագում ունենք եւ չենք կարող գնանք ինչ-որ մեկի ծառա դառնանք կամ ոնց ապրենք, մեկ էլ չէ, պիտի ապրենք։ Մեզ ուղակի պետության մեջ 5 հատ գյուղ տուր, որպեսզի մենք կարողանանք մեր ստատուսին համապատասխան ապրենք, այսինքն ապրենք որպես ղեկավարներ։ Դուրյոթանան իրեն ասեց, իրենց պատասխանեց. ես ձեզ ասեղ խրելու տեղ չեմ տալու։ Հասկանում եք, եւ սա նշանակում է, որ աստվածամերժության դարաշրջանում աստվածամերժերը իրենք ոչ մի կերպ թույլ չեն տալիս, որպեսզի տեղի ունենա իրական կրոնական պետությունը։ Հասկանում եք։ Տեսեք օրինակ հիմա մեր մոլորակի վրա այս պահին միայն արաբ մուսուլմաններն են, իդեմս Էմիրատների, Կատարի, իրանք են, որ փորձ են կատարում աշխարհին ցույց տալ, որ կրոնական բանը, պետությունը ինքը կարող է լինել, բան էլի, հոգատար իր բաների, այսինքն այդ ցույց տան այդ համախմբվածության եւ հոգատարության բանը, չէ՞։ Ինչ են ասում։ Ասում են Կատարում, չգիտեմ, բենզինը ավելի էժան է, քան ջուրը։ Հա? Այնտեղ ընդհանրապես չկա աղքատ մարդ։ Եվ այլն, դրախտային պայմաններ են կյանքի։ Շատ ավելի կներեք դրախտային այդ իմաստով, քան եվրոպական։ Չէ՞։ Ինչ են փորձում ցույց տան իրանք, որ մուսուլմանությունը ինքը կարող է այդպիսի պետություն ստեղծել, որ մուսուլմանությունը ինքը իր մեջ այդպիսի պոտենցիալ ունի, չէ՞։ Բայց դե իհարկե, եթե մենք վերցնում ենք գաղափարախոսության տեսանկյունից, մենք տեսնում ենք, չէ՞, որ հոգու գաղափարի, Աստծո գաղափարի եւ այլն շատ տեղերում մուսուլմանության գաղափարախոսությունը ինքը մեծ թերություններ ունի, մեծ բացթողումներ ունի, պակասություն ունի գիտելիքի։ Հասկանում եք, այսինքն միևնույնն է, դա իրական կրոնական բան չի, որտեղ եթե հիմա փորձենք մենք իրանց տանք, որ այ վերջնական Աստծո մասին եւ հոգու մասին ճշմարտությունը այսա է, իրանք չեն ընդունի, այսինքն սահմանափակ են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այսա ինքը շատ կարևոր գաղափար է, որ չկա իրական հոգևոր պետություն։ Եվ այդտեղ հոգևորը փորձում են ծածկել տնտեսական զարգացումով, տնտեսական վիճակով։ Հասկանում եք։ Եվ իրականում այո, ասենք, բան է, էլի, որպես տնտեսական մոդել ամենալավը հիմա այնտեղ է։ Եվ դրա համար էլ նույնիսկ եվրոպացիները հիմա ձգտում են այնտեղ բիզնես ունենան, այնտեղ սեփականություն ունենան եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, հիմա ճանճի պես այնտեղ են գնում։ Ну, պարզ է որ այդ ինչ-որ կոչվում է կենտրոնը մարդկության, իրանք ինչ-որ հիմա ինչ-որ մի յուրահատուկ ձևի առավելություն են տվել մուսուլմանությանը եւ հնարավորություն են տվել, որ իրանք այդ բանը կարողանան ստեղծեն, չէ՞։
Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Հիմա ես դա չեմ քննարկում եմ ուրիշ բան, որ բանի աստվածամեժության դարաշրջանում իրական կրոնականությանը տեղ չի տրվում, որպեսզի ինքը կարողանա ձևավորի կրոնական դաշտ, կրոնական պետություն, որտեղ կապրեին անկեղծ հոգևորականները։ Եվ դա նշանակում է, սա շատ կարևոր գաղափար է, եւ դա նշանակում է, որ իրական հոգևոր մարդիկ իրենք խառնված են եւ ապրում են աստվածամերժների մեջ։ Եվ սա նշանակում է, որ հայլային սկզբունքը կոտրվեց, որտեղ խառնվեցին։ Եվ արդեն ոչ մի անձնավորություն արտաքինից իմ հայլին չի։ Եվ ես էլ ոչ մի անձնավորության հայլին չեմ։ Իսկ այո, համարձակ կարող եմ բերել իմ սեփական օրինակը։ Ես հոգևոր մարդ եմ եւ իմ ներսում ունեմ աշխարհ, որը համոզված ասում եմ, ոչ մի սովորական մարդու համար հասկանալի չի։ Եվ դա նշանակում է, որ ինքը իր մեջ նշույլ անգամ չունի այն ամեն ինչի, ինչով որ իրական հոգևոր մարդը իր մեջ ապրում է։ Սա ինչ է նշանակում, որ ոչ մի սովորական մարդու համար հոգևոր մարդը իր հայլին չի։ Ինչպես ոչ մի հոգևոր մարդու համար սովորական մարդը իր հայլին չի։ Այդ օրինաչափությունը չի գործում։ Սխալ եք հասկացել։ Այդ օրինաչափությունը աստվածամեժության դարաշրջանում չի գործում։ Եվ այստեղ կարող են իրար դեմ դիմաց ապրել բացարձակ հակապատկերները։ Երբ որ մենք ընդունում ենք հոգեբանների ասածը, մենք հայտնվում ենք փակուղու մեջ, հոգեբանական փակուղու մեջ, որտեղ ընկնում ենք մի բանի հետևից, որը մերը չի։ Հասկանում եք։ Հիմա կա հաջորդ գաղափարը, որ եթե մենք ինչ-որ մեկի մեջ թերություն ենք տեսնում, դա նշանակում է, որ այդ թերությունը մենք ունենք մեր մեջ։ Այս գաղափարից ավելի թող իրանք բոլորը ինձ ներեն, ես հիմա հետևորդներին չեմ մեղադրում, մեղադրում եմ հիմնադիրներին այդ գաղափարի։ Հա, այդ գաղափարից ավելի խորամանկ արատավոր մարդու կողմից առաջ քաշված գաղափար այս աշխարհում գոյություն չունի հիմա այս պահին։ Ինչ ուզում եք ինձ հետ արեք։ Հասկանում եք։ Որովհետև ուղղակի հակառակն է։ Ես հարց եմ տալիս, ինչ է նշանակում իմաստուն։ Իմաստունը նշանակում է, որ կենդանիակը ինքը բան է, եղել է մարդասպան, հետո եղել է բան, չգիտեմ, մանյակ, հետո եղել է եսի միջ, հետո եղել է եսի միջ, դրա համար ինքը կարողանում է ուրիշի մեջ տեսնել, չգիտեմ ինչ, բայց հենց իրենք հոգեբանները, իրենք շփվում են մարդու հետ այնպես, որ ես մեթոդներ ունեմ, որ քեզ ճանաչեմ ու հասկանամ, ուրեմն կարող ենք ասել, որ ամեն մի բարդ, որին հոգեբանը հասկացավ, դա նշանակում է, որ այդ մարդու ամբողջ որակները հոգեբանի մեջ կա։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք ասենք, որ հոգեբանները դա ուղղակի արատների տոպրակ են, որովհետև իրանք իրականում կարողանում են հասկանալ շատ ու շատ արատավոր որակներ։ Չէ՞ որ հենց իրենք հոգեբանները, չէ՞, ուսումնասիրել են տարբեր մարդկանց փորձը, ինչի համար է ուսումնասիրելու բան է եղել անհրաժեշտությունը։ Դրա համար արիացիներն իրենք ասում են, կենդանիակ կա, որ իմաստությունը հավաքում է սեփական փորձի վրա, իսկ կենդանիակ կա, որը իմաստություն է հավաքում ուսումնասիրության հիմքի վրա։ Այդ ուսումնասիրության գաղափարը դա ինչի գաղափարն է։ Դա հենց այդ գաղափարն է, որ իմ մեջ դա չկա, որտեղ եթե դա իմ մեջ լիներ, ես դա չէի ուսումնասիրի։ Եվ ես ճանաչողականություն եմ զարգացրել, ոչ թե որովհետև դա իմ մեջ կա, այլ որովհետև մարդը ինքը ուսումնասիրել է եւ հասկացել։
թե ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք։ Եվ սա էլ ինքը այդքան կոռեկտ գաղափար չի, որովհետև հիմա մարդկությունը ինքը այսպես էլի, մենք մի ժամանակ իմ երիտասարդության ժամանակ ամենաշատը հնչող ազգանունը դա Ֆրեյդն էր, վայ, ամբողջ աշխարհը Ֆրեյդով հիվանդ էր, չէ՞։ Հիմա հոգեբանների 60%-ը հերքում են Ֆրեյդի հեղինակավորությունը։ Ով է հիմա вообще Ֆրեյդով շարժվում։ Չէ՞, այս մոդայի հետևից ընկած, ինչ որ մեկը ինչ որ մի հատ բան է ասում, ինչ որ իր շուրջ ինչ որ մի հատ բան են կազմակերպում, որ վաու էս ինչ ասեց, հա, դրա վրա միլիոնավոր, միլիարդավոր դոլարներով փող են աշխատում սովորական մարդու վրա, հետո ասում են, վայ, կներեք, սխալվել էինք, էսի էսպես չէր, էսի այնպես էր։ Հիմա այդ երկու գաղափարին հետևելով մենք նույն ծուղակի մեջ ենք հայտնվել, որ ընդունել ենք, ասեն, առանց մտածելու, էլի, ինչ որ մի հատ գաղափար ենք ընդունել։ Հասկանում եք։ Ուրեմն, այո, իհարկե, մնացած դարաշրջաներում, որտեղ գոյություն ունի այդ բաժանումը, այո, իրար նմանները ապրում են իրար հետ։ Հասկանում եք, եւ տեսնում են, թե օրինակ ասեն, այ դա ինչ է դառնում։ Բայց աստվածամերժության դարաշրջանում դա այդպես չի, որովհետեւ չկա։ Հասկանում եք, այդ մնացած դարաշրջաներում կան իրական կրոնական պետություններ եւ աստվածամերժերի պետություններ։ Ինչպես ասենք, կար Այոթյան, երբ որ Ռամաչանդրան էստեղ էր, չէ, այսինքն կրոնական կայսրություն, եւ կար Շրի Լանկան, որը դեմոնների կայսրությունն էր։ Եվ իրանք այսպես իրար հետ հանգիստ գոյատևում էին, մինչև Շրի Լանկայի Ռավանան ինքը չգողացավ Սիտային, այդ որ արեց, այդտեղ ամեն ինչը վերջացավ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Այսա ինքը շատ կարևոր նրբություններ են, շատ կարևոր, ես չգիտեմ, էլի դուք հիմա զգացիք, вообще մենք ինչ կարևոր թեմայի մասին ենք խոսում, չէ՞, որտեղ մարդը ինքը գնում է, հետո նստում է եւ սկսում է իր մեջ փորել, որպեսզի ինքը գտնի, թե ինքը որ այնքը նույն արատը ունի, ինչ որ դիմացինի մեջ ճանաչել է։ Կամ ասենք, եթե դու տեսնում ես, որ դիմացինդ ինքը բռնակալ է, ուրեմն դու ինքդ բռնակալ ես։ Կներեք, եթե ես ինքս բռնակալ լինեի, իմ կողքը բռնակալը ինչ գործ ուներ։ Բռնակալները իրարից խուսափում են, որովհետև իրար մեջ պատերազմ է լինում, թե ով է ավելի ուժեղ բռնակալ։ Բռնակալները միշտ զոհ են ման գալի։ Զոհը ով է։ Նա որ բռնակալ չի։ Հասկանում եք։ Հիմա, երբ որ ոչ բռնակալը բռնակալի ձեռքը ընկավ, ինքը սովորում է բռնակալին ճանաչել։ Իհարկե, դա նշանակում է, որ ինքը դառնում է բռնակալ։ Իհարկե ոչ։ Հասկանում եք։ Այսինքն, ով է, այս դրա համար եմ ասում, էլի, որ խորամանկությունից ավելի վտանգավոր բան այս աշխարհում գոյություն չունի։ Հա, դուք, ես չգիտեմ, ինձ հաջողվեց, որ ես դες ներկայացնեմ, որ դա իրականում արատավոր կենդանի էակները, որոնք իրենք իշխանություն են ստանում ինչ-որ կյանքի սֆերաներում, որտեղ որ իրանք այդ բանը ստանում են, իրանք իրանց պաշտպանելու համար բաներ են մտածում, իդեաներ են մտածում։ Եվ մարդիկ ասենց հալածյուղի պես այդ ամեն ինչը ընդունում են։ Ինչ բանաձև ենք ստանում մենք այդ ժամանակ։ Արատավորը ինքը հանգիստ իր արատավոր կյանքով ապրում է։ Հիմա, իսկ նա որ արատ չունի եւ արատավորի զոհն է դարձել, գնում է հոգեբանի մոտ, ասում է ես զոհ եմ դարձել, ինչպես էս վիճակից դուրս գամ, իրեն ասում են, եթե դու դիմացինիդ մեջ արատ ես տեսնում, այդ արատը քո մեջ է, գնա նստի, քո մեջ այդ արատը քթի։ Եվ երբ որ դու քո մեջ այդ արատը կվերացնես, դիմացինն էլ կփոխվի։ Չի փոխվելու, որովհետև հիմա աստվածամերժության դարաշրջան է, եւ եթե նույնիսկ կոպիտ ասած ես հրեշտակ դառնամ, իմ շրջապատը հրեշտակ չի դառնալու։
Սա շատ կարևոր գաղափարներ են, հասկանում եք, ահա որ կարևոր։ Եվ այս պահը, երբ որ նկարագրվում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպես է դասավորել, որ առաքինիները ապրում են իրար հետ բարձր մոլորակներում, կրքոտները ապրում են իրար հետ միջին մոլորակներում, եւ տգետներն ու թշնամության հիմքի վրա կենդանիակները ապրում են առանձին իրենց, այո, իրանք իրար նման են, իրանք հայլային են։ Եվ դա արվում է այդ նպատակով, բայց աստվածամերժության դարաշրջանում մոլորակի վրա չկա այդ սիստեման։ Եվ դրա համար այստեղ ոչ մեկ ոչ մեկի համար հայլի չի։ Եվ այս դրա համար էլ անճանաչելի է։ Դրա համար է, որ տգետները իրանք հանդիպում են սրբին եւ սրբի մեջ կեղտ են մանգալի, ինչպիսինը որ իրանք ունեն։ Հասկանում եք։ Եւ հակառակը, ասենք սրբերը իրանք հանդիպում են կեղտերին եւ այս սկզբում մի քիչ բան են լինում, չեն հասկանում, թե սա ընդհանրապես ինչ է։ Կներեք, անմեղները, ոչ թե սրբերը, որտեղ սրբերը իրանք արդեն այդ իմաստությունը ունեն։ Ով է սուրբը, կարող եք ասել։ Սուրբը դա այն ազնվորությունն է, որը ինքը իր մեջ բացարձակապես մաքուր է, բայց եւ իմաստուն է։ Ինչ է նշանակում իմաստուն է։ Դա նշանակում է, որ ում հետ ինքը շփվի, ինքը իրան հասկանում է։ Հասկանում եք։ Կամ այ վերցնենք պայծառատեսներին։ Ինչ է պայծառատեսը, ինքը երբ որ նայում է մարդու մեջ, ինքը պարզ տեսնում է, թե այդ մարդը ով է։ Հիմա եթե ինքը պարզ տեսնում է, որովհետև դրա համար համապատասխան աչքեր ունի, դա նշանակում է, որ այն ամեն ինչ որ ինքը տեսնում է ուրիշի մեջ, դա դա նույն բանն է, ոնց որ ես ասեմ, եթե ես սա տեսնում եմ, ուրեմն ես մկնիկ եմ։ Հասկացաք, չէ՞։ Չգիտեմ, էլի ես կարողացա բացատրեմ, որտեղ սա իրականում շատ կարևոր խնդիր է։ Եվ ուրեմն Մայտրեյան ինքը շարունակեց խոսակցությունը եւ վերջում ինքը արդեն խոսեց նրա մասին, որ ես հիմա քեզ նկարագրեցի, թե տիեզերքը ինքը ինչ սկզբունքներով է արարվում, հա, բայց Գերագույն Աստծո անձնավորության հզորությունները, նրա մտադրությունները այնպիսի լայնածավալ են, որ ոչ մի կենդանի էակ չի կարող իմանալ Աստծուն մինչև վերջ։ Եվ այստեղ արիացիները հնչեցրեցին մի շատ կարևոր գաղափար, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նույնիսկ չգիտի իր սահմանները։ Սա ահռելի կարևորության գաղափար է, որովհետև մենք սովորենք մտածենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամեն ինչ գիտի։ Մեր մասին ինքը այո, գիտի։ Թեկուզ էլի այդ ընտրության պահերը, երբ որ գալիս են, որտեղ կենդանիակը ինքը իր ազատությունն է դրսևորում, օգտվում է իր ազատությունից, հա, ինքը այսպես է։ Այ կենդանիակը ինքը ինչ-որ անում է, հոպ, ինչ-որ մի հատ կետում իրավունք է վաստակում ունենալ ընտրության հնարավորություն։ Այդ պահին Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չգիտի այդ կենդանիակը կոնկրետ ինչ կընտրի, բայց կախված նրանից, թե ինքը ինչ կընտրի, ինքը արդեն դրանից հետո անգիր գիտի, թե այդ կենդանիակը որտեղ է հայտնվելու, որտեղ ընտրությունը ինքը այսպես բան է խողովակների նման է, էլի։ Այ ես երբ որ ընտրությունը արեցի, ես մտա այսիշ մի հատ խողովակի մեջ, всё։ Այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պրոստը այդ խողովակը ինքն է պատրաստել, ինքը շատ լավ գիտի, որ այս խողովակից ինքը կարող է մենակ այսպես գնալ։ Այսինքն դա տոմս է, օրինակ Երևանից Մոսկվա, всё։ Չի կարող այդ անձնավորությունը, եթե ինքը Մոսկվայի տոմս առավ բանում դրամարկղի առաջ կանգնած, չէ, ինքը չի կարող հայտնվի Լոնդոնում եւ հակառակը։ Հասկանում եք։ Այդ դա ինքը գիտի, բայց ընտրությունը, որը ինքն է տվել այդ ազատությունը, ինչ է նշանակում ազատություն, դա նշանակում է, որ ինքը չգիտի։ Այդ պահին, երբ որ կենդանիակը ինքը ընտրություն է կատարում,
Ինքը կենթանի ակտել չգիտի ինքը ինչ է ընտրելու։ Իրան մեկ-մեկ թվում է, որ ինքը գիտի, բայց երբ որ տեղը գալիս է ընտրություն, ինքը այդպիսի մի հատ ընտրություն է անում, որ միջև այդ ինքը նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ ինքը այդպիսի ընտրություն կանի։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս ամենը ինքը շատ կարևոր թեմաներ էին, եւ վերջի գաղափարը հենց դա է։ Բայց Մայտրեյան նույնպես ասեց, որ ինչքան էլ ուզում եմ մենք հասկանանք նախապես, որ ինչքան էլ ուզում եմ մենք Աստծուն քննարկենք, մինչև վերջ միևնույնն է իրան չենք հասկանալու, չէ՞, այ ինչքան էլ ուզում է դա այդպես լինի, միևնույնն է, կենդանիակը հատուկ օգուտ է ստանում, երբ որ ինքը ժամանակ է տրամադրում եւ լսում է, ուղղակի լսում է Աստծո մասին գիտելիքը, հա, ուրեմն տեսեք եւ այստեղ շատ կարևոր է, որպեսզի դա լինի իրոք Աստծո մասին գիտելիք։ Եվ երբ որ դա այդպես է, չէ, մեր առաջ իմաստության եւ խորության մի ամբողջ օվկիանոս է բացվում։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ասենք մենք վերցնում ենք, ասենք արիացիները մարդկությանը տվեցին այդ բանը, որ ուշադիր նայեք սուրբ գրվածքներում միշտ կան ծածկագրեր։ Ամբողջ աշխարհը միանգամից խառնվեց իրար։ Վայ, ուրեմն մենք էլ կարող ենք վերցնենք մեր հեքիաթները, մեր, չգիտեմ, մեզ ինչները եւ ծածկագրերով նայենք։ Եկեք նայենք, ոչ մի խնդիր չկա, շատ ավելի լավ, իհարկե։ Իհարկե այնտեղ կան եւ շատ խորը, ասենք, բաներ, անալիզներ եւ ինչ որ իմաստություն, ազգի կողմից հավաքված, մարդկության կողմից հավաքված եւ այլն, ոչ մեկ դա չի երկում, չէ՞։ Բայց միևնույնն է, ինչպիսի անալիզներ են ուզում է անենք, չէ, ամեն մի գիտելիք ինքը ունի իր սահմանը։ Հասկանում եք։ Իր սահմանը։ Այն որն է այն սահմանը, որը այդ գաղափարախոսությունը կամ այդ թաքնված գիտելիքը թույլ է տալիս իրեն քննարկել։ Երբ որ մենք այդ պարզ տեսնում ենք, չէ, որ սրա սահմանը էստեղ է, սրա սահմանը էստեղ է, սրա սահմանը էստեղ է, սրա սահմանը էստեղ է, սա անսահման է, օրինակ։ Հասկանում եք, այսինքն, այո, ինքը մեթոդը կարելի է վերցնել, բայց երբ որ մենք մեթոդը վերցրեցինք, դա չի նշանակում էլի, որ մենք կարող ենք ասենք, մենք էլ կարող ենք մեր բանի հետ, մեր հեքիաթների հետ այդպես անենք։ Հա, իհարկե կարող ենք, ոչ մի խնդիր չկա, բայց այդ հեքիաթների սահմանը, այդ գաղափարների սահմանը որտեղ է։ Պատալոգ, հա, այսինքն որ ես իմ ինչ հանենք, արարիչն է, չէ՞։ Վերջացավ, չէ՞ դրանով խոսակցությունը։ Ես չգիտեմ, էլի դուք գնահատում եք, թե ասենք այս գաղափարախոսության մեջ այդ արարիչը գաղափարը ինքը ինչքան են բան էլի Աստծո հնարավորությունների համար դա 0, լավ 1 կետն է, 0 չասեմ, էլի որ իրավական է։ Հասկանում եք, դա սկիզբն է ընդամենը։ Եվ հոգևոր հոգեբանությունը ոչ մի հեքիաթի գաղտնաբառերում չկա, ինչքան ուզում է այդտեղ պորենք։ Ոչ մի դիցաբանության մեջ հոգևորի հոգեբանությունը չկա։ Հա, կա ազգային փորձը, ազգային իմաստությունը, հա, կան այն փսորները իմաստության, որոնք մնացել են, երբ որ արական քաղաքակրթությունը ինքը կանդվել է, հա, եւ տարբեր տեղերում բաժանվել են, ստեղծվել են նոր պետություններ, նոր կայսրություններ եւ այլն, եւ իրանք այն ինչ որ իրանց մոտ է մնացել այդ գաղափարախոսությունից, ժամանակի ընթացքում գլխավորը կորել է, մարդիկ պատերազմներով են գնացել, այդ գիտելիքի համար կռիվ է գնացել, չէ՞։ Կներեք էլի այդ որ Ալեքսանդր Մակեդոնսկին ինքը գնաց եւ ամեն տեղ որտեղ որ գրավում էր, առաջի բանը որ անում էր գրքերն էր վերցնում։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այն ժամանակ այդ գիրքը լինում էր մի հատ։ Հետո տարան, ինչ որ մի հատ գրադարան այրեցին, ասեցին այդ գրադարանը այրվել է։ Լուրջ եք ասում, միգուցե վերջապես պատմեք որտեղ եք թաքցրել կամ ինչի համար։ Ինչ արվեց։ Ինչ որ մի ամբողջ գիտելիքի
շտեմարան, չէ, մարդկության համար վերացրեցին։ Դուք լուրջ հավատում եք, որ այդ գրադարանը այրվել է։ Դա ուղղակի մարդկությունից խլվել է։ Որ պետք է, որ դա վերցրել է, նա էլ օգտագործում է։ Հիմար չէր, որ դներ վաղեր։ Կամ դա այն գրադարանը չէր, որ այնպիսի պաշտպանություն չունենար, որ ճանճը այդտեղ չկարողանար առանց թույլտվության թռներ, ոչ թե միայն վառեր։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այն մենք պիտի հասկանանք էլի այդ աստվածամերժության դարաշրջանի միտումները, թե ասենք աստվածամերժության դարաշրջանի ներկայացուցիչները իրանք ինչ են անում ընդհանրապես ճշմարտության հետ, մենք դա պիտի այսպես սթափ հասկանանք։ Եվ համ էլ հասկանանք, որ այդ ամեն ինչի հետ պայքարելը անիմաստ է, որովհետև դա է ժամանակը, ժամանակի դեմ պայքարելը դա անիմաստ է։ Ազնվորությունը ինքը կարող է միայն ինքը իրա համար իրան այդ ժամանակի ազդեցության տակից հանի, ուրիշ ոչ մի բան։ Եվ իրան էլ հանգիստ կթողնեն, որ ինքը այդ սիստեմայից դուրս գա, եթե տեսնում են, որ ինքը չի ձգտում ընդլայնվի, այս տարածք վերցվի այս աշխարհում։ Անկնա, կամ ուզում ես գնաս, դու գնա։ Всё, ուրիշներին ձեռք չտաս։ Հասկանում եք, հենց որ փորձեցիր դերտաս, տարածքի պատերազմ է գնալու։ Հա, եւ տարածքի պատերազմն էլ որն է, ասենք հոգեվոր մարդը ինքը մենակ, անզեն, կանգնած է եւ իր առաջ մի ամբողջ բանակ է, որը այն մինչեւ ատամները զինված։ Պարզ է, չէ՞, այդպիսի հակամարտությունները ինչով կարող են վերջանալ։ Հասկանում եք, եւ մենք տեսանք, որ Մայտրեյան ինքը վերջում առաջ քաշեց այդ գաղափարը, որ լսելով Գիրագույն Աստծո անձնավորության որակների, նրա գործողությունների, նրա գործունեության, այ նյութական աշխարհում նրա գործունեության մասին, կենդանիակը ինքը ահռելի օգուտ է ստանում այդ ամենից։ Եվ Բhagavatam-ը, որը մենք ձեզ հետ լսում ենք, ինքը մեզ հենց կտրամադրի բավականին խորը գիտելիք Գիրագույն Աստծո անձնավորության մասին, եւ եթե ձեր կամքը լինի եւ ես էլ կենդանի մնամ, ապրեմ, որտեղ բավականին մեծ եմ արդեն, ես էլ կյանք ունենամ, կաշխատենք այնպես անել, որ Բhagavatam-ը միջև վերջ լսենք եւ հետո ինքներս կանք այդ եզրակացության, թե ինչքանով օգուտ ստացանք մեր հոգևոր կրթության մեջ եւ կարող ենք արդյոք այդ նույն օգուտը ստանալ որևիցե մի այլ տեղ, բացի արիացիների գաղափարախոսությունից։ Եվ այսօր այսքանը, Աստծո ողորմածությամբ երկուշաբթի օրվանից արդեն կսկսենք քննարկել 3-րդ երկի 7-րդ գլուխը։ Տեսություն ձեզ, սիրելի ձեզ։